Ողջույն, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության համաձայնեցված 17 հոդվածներով համաձայնագիրը ստորագրելու հարցի շուրջ, եթե օրինակ Ադրբեջանը այլևս չպնդի սահմանադրություն փոխելու իր պահանջը կամ կոնսենսուսային որոշակի լուծում գտնվի, այդ համաձայնագիրը ստորագրելը հավանական է, այդ դեպքում ի թիվս այլ գործընթացները Երևանը եւ Բաքուն հարկադրված կլինեն իրար իսկ փող լրացնելով եւ հետևելով միմյանց դեմ միջազգային դատական հայցերը հետ քաշել Ադրբեջանին Հայաստանը միջազգային արտադատության դատանում մեղադրում է էթնիկ հիմքով հայերին խտրականության ենթարկելու մեջ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է էկոլոգիական իրավունքի խախտման եւ այլ հարցերում Հայաստանը ստանում թե կորցնում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերը հետ քաշել արդյոք խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրումը ավելի արժեքավոր է քան միջազգային հայցերը եւ ճիշտ է այն հետ քաշել թե ոչ Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Անի Սամսոնյանը քաղաքական գործիչ եւ Էդգար Վարդանյանը քաղաքագետ անկախ հետազոտող ձեր տեսակետը որն է արդյոք Հայաստանը ստանում կամ կորցնում է նման դեպքում Տիկին Սաբզյան Գիտեք, մենք այս հարցը երբեմն քննարկում ենք այն տեսանկյունից, որ հայցերը հետ քաշելը դա ընդհանրապես տեխնիկական նյուանս է, բայց իրականում մենք պետք է հասկանանք, որ սա ոչ թե քաղաքական հարց է, այլ նաև մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ եւ արդարադատության հասնելու հարցի հետ։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը ոչինչ չի ստանում Փոխարենը ստանում է Ադրբեջանը եւ Ադրբեջանը ստանում է հետեւյալը նախ Ադրբեջանը հասկանում է որ Հայաստանի կողմից ներկայացված հայցերը ունեն ամուր հիմք եւ պարտությունները այս հայցերի արդյունքում Ադրբեջանի երաշխավորված է լինելու Այդ իսկ պատճառով Ադրբեջանը փորձում է այս գլխացավանքից ազատվել։ Երկրորդը այս հայցերով Ադրբեջանը ուզենք թե չուզենք աշխարհում ստեղծում ենք մենք Ադրբեջանի իրավախախտ իմիջը եւ կարգավիճակը, որովհետեւ նաեւ օրինակ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը հրապարակում է այսպես ասած իր որոշումները, որտեղ Ադրբեջանից պահանջում է կատարել այս կամ այն քայլերը, որտեղ կան իրավախախտումներ, հա։ Այլ բան է, որ Ադրբեջանը չի կատարում, սա առանձին քննարկման հարց է։ Մյուսը ես կարծում եմ, որ սա Հայաստանի համար նաև պատմական ընտրության ճակատագրական հարց է այն առումով, որ այս հարցերը իրենց մեջ պարունակում են Արցախի գոյության, Արցախում հայերի ապրելու իրավունքի գոյության հարցեր եւ երբ Ադրբեջանը ուզում է, որ մենք այս հայցերը հետ քաշենք, որոնք ի դեպ երբեք մենք երկրորդ անգամ դիմելու հնարավորություն չենք ունենա, այսպիսով մենք կարող ենք միանալ Ադրբեջանի այն արշավին, որը իրականացնում է ամբողջ աշխարհում, այն է մաքրել Արցախի հարցը, Արցախի գոյության եւ Արցախի ժողովրդի իրավունքի, Արցախում ապրելու իրավունքի հարցը բոլոր հարթակներում։ Եվ իհարկե, քանի որ Հայաստանը ի տարբերություն քաղաքական ռազմական այն ոլորտներում, որտեղ Ադրբեջանին դիմակայելու եւ հակադրելու թույլ դիրքեր ունի, այս առումով բանակցային գործընթացում մեր դիրքերը ուժեղ են, որովհետև մենք իրավական հարցերով գլխացավանք ենք ստեղծում Ադրբեջանի համար եւ սա որոշակի ճշմարտ լծակ է, հա, ցավոտ վերքերի վրա, որը Ադրբեջանը ուզում է փակել մեր միջոցով։ Ադրբեջանը, այո, այդ ոչ Ես քանի որ ես վստահ եմ, որ խաղաղության փաստաթուղթ չի լինելու, երաշխավորված խաղաղություն չի լինելու, այս հայցերից կարելի էր միգուցե հրաժարվել այն դեպքում, եթե օրինակ տեսեք ամենակարևոր հայցերից մեկը դա արդարադատության դատարանի հայցն է, հա, որով մենք դիմել ենք։ Դա որը վերաբերում է 30 տարի ինդեմ հայերի խտրականության։ Օրինակ մենք այդ հայցից կարող ենք հրաժարվել, երբ որ Ադրբեջանը որոշի, որ իր դպրոցական դասագրքերից հանում է հայատյացությունը, հա, երբ որ որոշի, որ Արցախի ժողովուրդը կարող է վերադառնալ Արցախ եւ առանց խտրականության ապրել, երբ որ որոշի, որ դադարեցնում է իր հայատյաց պետական քաղաքականությունը, հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվում է իր արևմտյան Ադրբեջան թեզից եւ այլ բոլոր հա քաղաքական ի պաշտոնե գործողություններից, որոնք իրականացնում են Հայաստանի սուբյեկտայնության դեմ։
Կանի դա Ադրբեջանը իհարկե ոչ։ Այդ իսկ պատճառով ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ մենք պետք է հրաժարվենք այսպիսի հայցից։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, իրապես կոնկրետ արգումենտներ հնչեցին Տիկին Սամսոնյանից, թե ինչու հետ չքաշել այդ հայցերը, որովհետև իրավական ծանրակշռության եւ հիմնավորվածության իմաստով Հայաստանը ունի առավելություն եւ դա գործիք է Ադրբեջանի դեմ եւ այն արգումենտը, որ հանուն խաղաղության կարելի է գնալ այս զիջմանն էլ գնանք եւ կլինի խաղաղություն, Տիկին Սամսոնյանը մեղմ ասած դրան այդ վարկածին լուրջ չի վերաբերվում։ Դուք ունեք հակափաստարկներ եւ որոնք են։ Այո, շնորհակալություն, նախ շատ կարեւոր է նման թեմայով բանավեճեր քննարկումներ անցկացնելը։ Շնորհակալություն, որ եկել եք, մենք միշտ պատրաստ ենք։ Նախ ես կարծում եմ, որ Տիկին Սամսոնյանի փաստարկներում որոշակի հակասություն կա, ասեմ ինչու։ Տեսեք, ասված է, հայտարարված է, որ խաղաղության պայմանագրի տեքստում կա դրույթ հայցերի փոխադարձ հետքաշման վերաբերյալ։ Եվ Տիկին Սամսոնյանը ասաց, որ խաղաղության փաստաթուղթ չի լինելու, համոզված է, որ չի լինելու։ Եթե խաղաղության փաստաթուղթը ավելի շուտ չի ստորագրվելու, եթե այն չի ստորագրվելու, ուստի նաև համապատասխան այդ կետը չի իրագործվելու։ Հայցերը հետ չեն քաշելու։ Իհարկե, հայցերը մնալու են, այսինքն այնքան ժամանակ, որքան այս խաղաղության պայմանագիրը մինչև որ չստորագրվի։ Եվ այստեղ խնդիր չկա փաստացի, այսինքն այս հարցը այդպես լուծվում է։ Գնայեք, բայց այստեղ բաներ է ասում Տիկին Սամսոնյանը, որ կարող է ստորագրվել, բայց փաստացի խաղաղություն չլինել։ Այսինքն, այո, թուղթ կարող ենք ստանալ, բայց փաստացի խաղաղություն ոչ։ Դա չէ ասում։ Տեսեք, փաստացի խաղաղությունը նախ ինչ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Խաղաղության տարբեր կոնցեպտներ կան, հիմնական երկու կոնցեպտներ, որ պետք է տարբերակենք, այսպես ասած, նեղ խաղաղությունն է եւ համապարփակ խորքային խաղաղությունն է, հա, այսինքն կամ անգլերեն ասած narrow peace եւ ավելի այսպես long lasting, այսինքն երկարատև, այսպես ավելի խորքային խաղաղություն։ Եվ ես կարծում եմ, որ երկարատև խորքային խաղաղությունը դա բավականին երկար ժամանակահատվածի բան է, դժվար թե մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում հասնենք դրան, ինչու, որովհետեւ առաջինը Ադրբեջանի ռեժիմի բնույթը այնպիսին է, որ մեզ բազմաթիվ կասկածներ է տալիս առայն, որ հնարավոր է այդպիսի խաղաղություն հաստատել, այդպիսի կայուն, խորքային եւ այլն, եւ երկրորդ հանգամանքը թշնամանքը, կոնֆլիկտը շատ խորքային է եղել, վերքերը թարմ են եւ հիշողությունը թարմ է եւ իսկապես կա ատելություն ուրեմն հասարակությունների նաեւ միջև շատ առումներով։ Իհարկե դա ժամանակի հետ մեկտեղ ես համոզված եմ, որ նվազելու է, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ու այս առումով եմ ես կարևորում այդ նեղ խաղաղությունը, այսինքն երբ որ մենք կնքում ենք, ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, այստեղ ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում այն, որ որոշակի գործընթացներ են սկսվում, հա, այսինքն միջպետական հարաբերություններ են հաստատվում, սկսվում է առևտուր որոշակիորեն, հասկանում ենք նաև, որ հայ-թուրքական սահմանն է դրանից հետո բացվելու, այսինքն սա միայն փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, եթե փաստաթուղթը ստորագրվի եւ ոչ մի դրանից հետո գործողություններ չլինեն, բնականաբար այս ամեն ինչը անիմաստ կլինի, հա, այսինքն որն է իմաստը ստորագրելու փաստաթուղթ եւ որևէ գործողություն չանելու։ Այնտեղ կան կետեր, չէ, 17 կետեր դուք նշեցիք։ Այդ 17 կետերը պետք է իրագործվեն։ Եվ եթե 17 կետերը չեն իրագործվում, բնականաբար նաև չի իրագործվի այս կետը, այսինքն փոխադարձ հայցերի հետ քաշումը։ Եվ այստեղ տեսեք, ինչն է կարևորը։ Այստեղ կարևոր է այն, որ մենք իսկապես պետք է հետևյալ հարցը մեր առջև դնենք։ Իդեպ այդ հարցը կարող եք Տիկին Սամսոնյանին տալ, նաև որպես հակափաստարկ կարծում եմ հետաքրքիր։ Արդյոք մենք ինչն ենք կարևորում։ Քաղաքականությունը այնպիսի բան է, որ դու չես կարող միշտ շահել, չես կարող 100%-ով շահել, հատկապես այն ժամանակ, երբ որ դու խոցելի վիճակում ես գտնվում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով եւ որոշակի կոմպրոմիսների, այսինքն այսպես թե այնպես դու ինչ որ բան կորցնում ես։ Ասել այն մասին, որ մենք ոչինչ չենք կորցնելու,
ներողություն, դա անհնարին է։ Ինչ քայլել դու անես, դու որոշակիորեն կորուստներ ունենալու ես։ Հիմա այստեղ հարցը հետևյալն է։ Մենք այնուամենայնիվ ցանկանում ենք հակամարտության էջը փակել եւ գնալ դեպի խաղաղ գոյակցություն, հաշվի առնելով բոլոր տեսակի, այսպես խոչընդոտները, բոլոր տեսակի, չգիտեմ, վերապահումները եւ այլն, թե ուզում ենք հասնել միանգամից արդարության, մեր ընկալմամբ արդարության վերականգնմանը, հա, որ ասենք, այ տեսեք ինչ արդար եղավ ամեն ինչ, բայց հակամարտությունը շարունակվի։ Շնորհակալ եմ, լավ հարց է։ Այս է ամբողջ հարցը։ Խնդրեմ, այսինքն կա երկու տեսակ է։ Դուք կարծում եք, որ հակամարտությունը շարունակվելու է եւ զենքերից չհրաժարվեք, պարոն Վարդանյանը կարծում է, որ ստորագրումից հետո սկսվելու է խաղաղության եւ խաղաղեցման process, տարբեր տնտեսական, մշակութային շփումներ, առևտուր եւ այլն, եւ հանուն այդ շանսի պետք է գնալ, այո, ոչ այդքան ցանկալի, հաճելի գործողության, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ հակամարտության էջը փակելու վերաբերյալ հայկական քաղաքագիտական դաշտում եւ նաեւ պարոն Վարդանյանի խոսքում կան իդեալական մոտեցումներ եւ չգիտես ինչու այդ հակամարտության էջը փակելը ամբողջությամբ կախված է մեզնից, այդպես է դիտարկվում։ Բայց հակամարտության էջը փակելը դա լինում է երկկողմանի, երկու կողմերի հիման, կամքի հիման վրա եւ ցանկության։ Եվ այդ էջը պետք է փակել, կարող ենք մենք փակել միայն այն դեպքում, երբ որ երկու կողմերը իսկապես ուզում են այդ էջը փակել։ Բայց հակամարտության էջը փակել Ադրբեջանը մեզ հետ չի ուզում, որովհետև այսօրվա նրա պետական քաղաքականությունը եւ նոր ձևավորվող նարատիվները այլ բանի մասին են խոսում եւ այն հայատյացությունը, որը սկսվում է մանկապարտեզից եւ ավարտվում է բանակում, հա, պետական մակարդակով իրականացվող այդ ռետորաբանությունը մենք պետք է հասկանանք, որ միակողմանի մենք չենք կարող հակամարտության էջ փակել։ Եվ երբ մեզ ասում են փակեք հակամարտության էջը, դա նշանակում է, որ դուք զրկվեք, բաց թողեք ձեր ամբողջ արսենալը, որը դուք կարող եք օգտագործել Ադրբեջանի հետ ձեր դիրքերը բանակցություններում։ Ես ասում եմ, որ խաղաղության, մենք գնում ենք խաղաղության, Ադրբեջանը չի գնում։ Մյուսը ես ուզում եմ նշել, տեսեք, դուք ասում եք կա դրույթ, որ պետք է հրաժարվենք միջազգային հայցերից։ Տեքստը չկա հրապարակված։ Մենք չգիտենք այդ դրույթը սպիտակի վրա կա գրված սևով, թե ոչ։ Միգուցե դա բանավոր զիջում է, որը Ադրբեջանը պահանջել է, մենք էլ ասել ենք կանենք։ Մյուսը, ինչու են այդ բոլոր զիջումները վերաբերում միայն մեզ։ Օրինակ, մի այդ ներկայացված հայցերից մեկը վերաբերում է 2021 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիային, Գեղարքունիքում, Սյունիքում, Հասև լճի տարածքում եւ դրա հետ կապված մարդու խախտումներին։ Հիմա ես ասեմ, հետևյալը, մենք շատ լավ, մենք հետ ենք քաշում այդ հայցը, Ադրբեջանը դուրս է գալու մեր օկուպացված տարածքներից, արդյոք այդ հայտարարության տեքստի մեջ, հա, 17 կետի մեջ, կա նաև կետ այն մասին, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր սուվերեն տարածքներից։ Ավելացնեմ, արդյոք Ադրբեջանը հայատյացության քաղաքականությունից հրաժարվելու է որպես պետական այսպես գաղափարախոսություն, ի թիվս Տիկին Սամսոնյանի այլ հակադարձություններ, խնդրեմ։ Այո, շնորհակալություն։ Նախ սկսեմ նրանից, որ 17 կետը, որի մասին խոսվել է, հայտարարվել է, որ 17 կետերից մեկը հենց սա է, եւ պատկերացրեք, ասենք հայտարարությունից հետո մեկ էլ պարզվի, որ չէ, այդպիսի բան չկա։ Վերջին երկու համաձայնությունները սրանք են եւ ԵՄ դիտորդների։ Այսինքն դուք լիակատար վստահում եք իշխանությանը։ Որովհետեւ գիտեք ինչ, այստեղ ոչ թե լիակատար վստահության մասին է, այլ զուտ այն մասին է, որ կա որոշակի այսպես տրամաբանություն, ողջախոհություն Եվ նաև մենք չենք տեսել, որ որևէ մեկը, որը կարող է ծանոթ լինել այդ տեքստին, ասի, որ չէ, գիտեք ինչ, այդպիսի բան չկա։ Օրինակ Ադրբեջանի կողմից ասեին, չէ, նման բան չկա։ Այդպիսի բան չի ասվել, եւ այո, տեքստը չի հրապարակվել, բայց տարբեր այսպես խողովակներով կան մարդիկ, որոնք ծանոթ են այդ տեքստերին, հա, այդ տեքստին։ Եվ սրա հիման վրա կարող ենք պնդել, որ այդ կետը խաղաղության հենց տեքստի մեջ է, բայց նույնիսկ եթե այդ տեքստը չլիներ խաղաղության տեքստի մեջ, փաստը այն է, որ հայտարարվել է, որ այ երբ որ սա ստորագրվի, նոր դրանից հետո է տեղի ունենալու
հետքաշումը հայցերի փոխադարձ հետքաշումը։ Ուրեմն այդ հարցը կարծում եմ այսպես լուծվում է։ Կներեք, իսկ եթե դա ստորագրվի, մենք ինչ ենք ստանում դրա դիմաց։ Մենք զիջում ենք, ինչ ենք ստանում դրա դիմաց։ Լրջագույն փաստաթուղթ, որը հանգեցնում է նրան, որ մենք գնում ենք այդ նեղ խաղաղության ճանապարհով։ Այսինքն, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, դու միջազգային հանրությանը հայտ ես ներկայացնում, դու ասում ես, որ այ մենք սկսում ենք համապատասխան գործընթաց, միջպետական հարաբերություններ ենք հաստատում եւ այս կետերը սկսում ենք իրագործել, հա, եւ այդ կետերի իրագործումը ստեղծում են այնպիսի ինստիտուտներ, արդեն իսկ հենց միանգամից, որոնք նվազեցնում են հակամարտության վերսկսումը, այսպես ասած։ Այսինքն երաշխիք չեն տալիս, բայց ստեղծում են պայմաններ։ Այո, որևէ թուղթ, որևէ համաձայնագիր, ոչ մի երաշխիք, որպես այդպիսին, որ ասենք, այ սա 100% երաշխիք է, չի կարող տալ, բայց կարող է մեծապես նպաստել նրան, որ էսկալացիաները, նոր կոնֆլիկտը, չգիտեմ, հակամարտությունը նորից այսպես չբռնկվի, կարող է նպաստել նրան, որ նվազի հավանականության մասին է եւ զգալիորեն է նվազում, որովհետեւ նախ տնտեսական կապեր, միջպետական հարաբերություններ, արդեն միջազգային հանրությունը սկսում է այլ աչքով նայել, ինվեստիցիաներ է արվում տարբեր կենտրոնների կողմից, տարբեր պետությունների կողմից, տնտեսական հարաբերությունները ինքնին արդեն նվազեցնում են հակամարտության ռիսկը, որովհետև ձեռնտու չէ որևէ կողմին հակամարտության մեջ մտնել, որովհետև իրենք տուժելու են, իսկ տնտեսական կապերից իրենք շահելու են։ Եվ այստեղ շատ կարևոր է Սամսոնյանը եւս մի քանի բաներ ասում, ինչ երաշխիք զորքերը հանելու է, ինչ երաշխիք հայատայությունը զորքերի հանելու հետ կապված չի ասվել ոչ մի բան, որ դա խաղաղության ուրեմն պայմանագրի կետի ինչ որ մի մաս է, բայց ինչ է ասվել պաշտոնապես ասվել է, որ այո, սահմանազատման process-ի ընթացքում բնականաբար դա պետք է արվի, որովհետև եթե դու սահմանազատում ես եւ դու ունես հստակ ապացույցներ, որ սա քո տարածքն է, ճանաչված միջազգային տարածքն է, բնականաբար սահմանազատման ժամանակ չի կարող այնպես լինել, որ այսինքն այդ քո տարածքը անցնի մեկ այլ պետության իրավասության ներքո։ Սահմանազատումը նաև դրա համար է եւ պաշտոնական Երևանը բազմիցս է խոսել սրա մասին եւ ասել է, որ մենք չենք ցանկանում ուժի կիրառման միջոցով հետ վերցնել այդ ուրեմն տարածքները։ Իդեպ նաև նշենք, որ այդ տարածքները ոչ բնակելի, ուրեմն տարածքներ են, իսկ թշնամանքի քաղաքական։ Չէ, ես ուղղակի դրանք մեր տարածքներն են։ Չէ, ես այդ կարևոր է։ Հիմա դուք կհակադարձեք պարոն Վարդանյանը ամփոփի։ Կարևոր է նշել սա, այնուամենայնիվ եւ տեսեք ինչն է խնդիրը ստեղ նաև։ Թշնամանքը չի վերանալու Տիկին Սամսոնյանի արգումենտներից մեկը դա։ Այո, ցավոք սրտի, Ադրբեջանը այսօր շարունակում է շատ հաճախ հենց ամենաբարձր պաշտոնական մակարդակով, երբեմն ոչ պաշտոնական մակարդակով բավականին այսպես ագրեսիվ ռետորաբանություն առաջ բերել։ Չնայած, ասենք, օրինակ իմ մոնիտորինգը, հա, լրատվամիջոցների, տարատեսակ փորձագետների ելույթների եւ այլն ցույց է տալիս, որ այդ թշնամանքի լեզուն բավականին, այսպես ասած, փոքրացել է տարածքը այդ, հա, նարատիվների եւ փորձում են նաեւ շատ հաճախ գնալ այն ճանապարհով, որ հնարավորինս նույնիսկ այնպիսի բառեր օգտագործեն, որոնք մեր մոտ, ասենք, բան չբորբոքեն, հա, այսինքն նոր ինչ-որ էմոցիաներ չբորբոքեն եւ այլն, բայց դրան զուգահեռ դեռևս այո, ես պետք է փաստեմ, դա փաստ է, որ շարունակում են այդ հռետորաբանությունները, բայց այսպես մասը ավարտեմ ուղղակի, հիմա ինչ է նշանակում այս հռետորաբանությունը։ Արդյոք սա անպայման նշանակում է, տեսեք, անպայման բառն եմ կիրառում, որ այդ հռետորաբանությունը նրա համար է, որ իրենք պատրաստվում են նոր պատերազմի եւ որևէ խաղաղության չեն գնա ոչ մի պայմանում եւ այլն։ Իմ պատասխանն է ոչ։ Ինչու՞, որովհետեւ նման խոսույթները կիրառվում են ինֆորմացիոն, այսպես ասած, հարձակումների համար, նման խոսույթները նաեւ կիրառվում են այն բանի համար, շատ հաճախ
ոչ միայն մեր պարագայում եմ ես ասում, այլ ընդհանրապես միջազգային փորձն է սա ցույց տալիս, որպես գործիք ճնշում բանեցնելու համար, դիմացինի դիրքերը թուլացնելու համար, հա, եւ հնարավորինս առավելություններ ստանձնելու բանակցային գործընթացում, որպեսզի վերջնա արդյունքում դու հնարավորինս շահած դուրս գաս։ Ես չեմ ասում, տեսեք, եւ կարծում եմ, որ նաեւ իշխանությունների դիրքորոշումն էլ պետք է որ սա լինի, թե չեմ սխալվում, որ այնպես չէ, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը այսպես դառնալու է մեզ բարեկամ երկիր եւ ընդհանրապես, այսինքն իրենք հրաժարվելու են դիտարկել մեզ թուլացնելու, հա, թե մեզ ինչ որ կերպ, այսպես ասած, ճնշելու քաղաքականությունից։ Ցավոք սրտի, բայց սա փաստ է նաեւ հակամարտության վերացումը, այսինքն այդ նեղ խաղաղությունը դեռևս չի նշանակում, որ հակառակ կողմը կամ կողմերից մեկը կամ երկու կողմերը հրաժարվելու են մեկը մյուսին ինչ որտեղ ճնշելու, որոշակիորեն թուլացնելու հռետորաբանությունից եւ վարքից։ Եթե չի հրաժարվելու, ինչու մենք մեր զենքերից բայց սա չի նշանակում, որ իրենք այդ ամեն ինչը օգտագործելու են նոր պատերազմ սկսելու համար, պարտադիր չէ, սա մենք չենք կարող բացառել, բայց սա պարտադիր չէ, բայց դա որևէ կերպով չի հակասում այն ամեն ինչին, ինչ որ ես ասեցի։ Շնորհակալ եմ, հետեւաբար անհրաժեշտ է հայցերը հետ քաշել, պարոն Վարդանյանի փաստարկները այս մասին են, խնդրեմ, կարող եք հակադարձել։ Նախ ես ուզում եմ հասկանալ ինչ է նշանակում բնակելի եւ ոչ բնակելի։ Ես տարօրինակ եմ համարում ընդհանրապես դա քննարկելը, որովհետեւ անկախ նրանից թե դա բնակելի է, թե դա ուղղակի ես առաջին անգամ չի որ այստեղ եմ լսում դրա մասին, դրա համար եմ ասում, էլի կարգավիճակ պետք չի, մի կարգավիճակ ունի այդ տարածքը։ Դա պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Չէ, այդ առումով ճիշտ է։ Հա, թե չէ, եթե այդպես լինի, եկեք մեր ոչ բնակելի տարածքները ֆիքսենք, հրավիրենք Ադրբեջանին, ասենք մեզ պետք չէ։ Չէ, տարբերություն կա։ Գիտեք ինչ, ուզենք մենք թե չուզենք, կա տարբերություն կշռի առումով, հա? Մի բան է, երբ որ ինչ որ բնակավայրեր այս կամ այն երկիրը օկուպացնում է, հա? Դրա ազատագրման, դրա այսպես ասած բանակցությունների ժամանակ քո առաջ քաշվող պահանջները եւ այլը, դրա կշիռը այլ է լինում։ Չէ, երբ որ դուք ձեր տարածքը, երբ որ դուք արդեն ինքներդ ձեր տարածքը, ինքներդ ձեր խոսքով, ձեր մոտեցումներով սկսում եք դա կշռել, հա, նժարին դնել, դուք սկսում եք արդարացնել Ադրբեջանի կողմից դրա օկուպացման Տիկին Սապսոնյան, բացարձակապես նման բան չկա։ Ես այդպես եմ իրականում հասկանում։ Դե ես չգիտեմ ինչի եք դուք այդպես ընկալում։ Պետք չի, տարածքը տարածք է, դա Հայաստանի Հանրապետության տարածքն է։ Օբյեկտիվ իրողությունների։ Դա կարող է սար լինել, որտեղ ոչխարներ չի բարձրանում արածելու, բայց դա մեր սարն է եւ դա պետք է պաշտպանվի առանց կշռելու դրա այդ սարի վրա խոտ կա։ Մենք չենք կշռում, դա բնականորեն այդպես ստացվում է։ Բնականորեն չի պրակտիկան էլ դա է ասում։ Բնականորեն մենք մեր խոսույթներով ահագին օգնում ենք Ադրբեջանին։ Ինձ դա շատ է զարմացնում եւ միաժամանակ զայրացնում։ Տիկին Սամսոնյան, պարոն Վարդանյանը մի քանի փաստարկներ բերեց, թե ինչու հրաժարվել միջազգային հայցերից։ Փաստարկները, ես այդ ինձ համար այդ փաստարկները անընդունելի են։ Տեսեք, մենք ունենք միջազգային հայցերից հրաժարվում։ Ինչ է նշանակում անընդունելի։ Որն է հակափաստարկը։ Հիմա ես հակափաստարկները ասել եմ հենց սկզբից։ Տեսեք, մենք ունենք հակառակորդ, որը հավատարիմ չէ եւ չի կարողանում պահպանել ոչ բազմակողմանի, ոչ երկկողմանի պայմանագրերը։ Ինքը թքած ունի եւ խախտում է երբ ուզի, ոնց ուզի, ուրեմն չի կնքվի պայմանագիր եւ ըստ ձեր ասացի ոչ մի բան չի լինի։ Մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չեմ ասում մի կնքվի, թող չկնքվի պայմանագիր։ Ես ասում եմ, որ պետք է մենք հասկանանք ինչն է մեր համար կարեւոր զիջելու, ինչն է Իսկ ինչ ենք մենք զիջում, ինչեր դուք ասում որ մենք այդ տեքստը ստացվում է որ այդ տեքստը ամբողջությամբ մեր զիջումների մասին է։ Հիմա պատկերացրեք, մենք ընկում ենք այդ փաստաթուղթը, բայց սահմանազատում չենք անում։ Չի արում սահմանազատում։ Եվ Ադրբեջանը որոշում է, որ ինքը կրկին իր ձևերով պետք է անի սահմանազատում։ Ու նորից միջադեպեր են տեղի ունենում սահմանին եւ այդ խաղաղության փաստաթուղթը հոդս է ցույց։ Հա, բայց դա նշանակում է, որ չի գործելու, այսինքն ո կետերը չեն գործելու եւ դուք այդ դեպքում ոչ մի
Ոչ մի սահմանափակում չունենք։ Երբ որ մենք Ադրբեջանի հետ նորից թվացial խաղաղությունից հետո կկանգնենք խնդրի առաջ, մենք մեզ պաշտպանելու գործիքներ այլևս չենք։ Ձեր առաջարկը ես լավ չեմ հասկանում։ Ո՞րն է։ Այսինքն իմ առաջարկը այն էր, որ հենց սկզբից հետ կապված ոչ մի հակափաստարկ չբերեցիք։ Իմ առաջարկը նա էր, որ իշխանությունը հենց սկզբից հայի նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների եւ արդարության հասնելու բոլոր փորձերը չպիտի դներ առևտրի կողմ։ Ո՞վ է ասել, որ դրել է։ Որտեղ եք տեսնում, որ դրել է առևտրի։ Ռոբերտ ջան, կարող է ես նշանակում առևտուր։ Նկատի ունեմ միջազգային հայցեր հրաժարումը նկատի ունեմ։ Ներողություն, էլի, մի հատ վերադառնանք։ Դուք եք նոր խոսում, նույնիսկ ինձ փորձում էիք ապացուցել, որ դա գրված է տեքստում, այնինչ դուք տեքստը չեք տեսել, բայց փորձում եք նույնիսկ ապացուցել, որ դա գրված է տեքստում։ Ինչի է։ Բայց փաստորեն մենք իրականում վստահ չենք, որ դա գրված է։ Տիկին Սամսոնյան, դուք տալիս եք, ուրեմն ձևակերպումներ, այսինքն դուք տալիս եք գնահատականներ, ասում եք դա առևտուր է, անընդունելի է։ Բայց հայցերից հրաժարումը առևտուր չի, պարոն Վարդանյան։ Դուք հակափաստարկ ոչ իհարկե, ինչ առևտուր։ Տալիս եք մի բան ստանալ, դուք եք ասում, ինչ-որ մի բան շուկա չէ։ Տեսեք, սա շուկա չէ, սա միջազգային հարաբերություններ են։ Դուք վստահ եք, որ Ադրբեջանը հետ է քաշելու իր հայցերը։ Եթե չի հետ քաշելու, ուրեմն մենք էլ հետ չենք քաշելու։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է վեճը։ Մենք միշտ ուզում ենք ամեն ինչ առաջինը անենք։ Մենք խոստանում ենք, որ դա առաջինը կանենք։ Մենք նույնիսկ պատրաստ ենք պայմանագիրը առաջինը կնքենք, ուղարկենք Ադրբեջան, հասկանում եք։ Խնդիրը ինչու՞մն է։ Մենք ուզում ենք ամեն ինչ։ Ինչի հիման վրա եք դուք ձեր մենք վազում ենք բոլոր զիջումները կատարելու։ Ուր ենք վազում։ Զրկվելու մեզ պաշտպանելու գործիքներից մի բանի դիմաց, որը երաշխավորված չէ։ Այսքան ժամանակ ինչն է պաշտպանել մեզ։ Այսինքն այն մեր իրավական այն որ գործընթացները, ներողություն, մեր իրավաբանների կատարած ամբողջ աշխատանքը։ Իրավաբանների միջազգային ատյաններում դուք համարում եք, որ մեզ չեն պաշտպանել։ Իրավաբանների կատարած գործունեությունը տվել է որոշակի արդյունքների, որոշակի պայմաններում։ Ամբողջ գալիս է պայման եւ կոնտեքստ, այսինքն մենք չենք կարող պայմաններից եւ կոնտեքստներից դուրս հանել ու ասել, որ տեսեք, դուրս չեմ հանում, պարոն Վարդանյան, եթե նույնիսկ միեդում մեկ անձի գործը հասել է հաջողության, ես համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետությունը հասել է հաջողության։ Շատ լավ, հասել է հաջողության եւ ինչ։ Անհատական հայցերի մասին ընդհանրապես խոսք չկա։ Դա կանխարգելման նշանակություն։ Անհատական հայցերը իդեպ նաև այլ հարցի մասին է ուզում խոսել։ Ուղղակի մի բան եմ ուզում ասել, որ անհատական հայցերը այս առումով շարունակվելու են։ Նախ նաև այդքան հեշտ չի խոսել միջազգային հայցերը հետ քաշելու մասին, որտեղ այստեղ կա իմ կարծիքով 3 խնդիր Հայաստանի կողմից, հա։ Առաջին խնդիրն այն է, որ մեր միջազգային պարտավորությունն է, այդքան մենք խոսում ենք, չէ՞, մենք դեմոկրատական միջազգային իրավունքը պաշտպանող երկիր ենք, սուբյեկտ ենք, մենք դրանով հրաժարվում ենք մեր միջազգային պարտավորություններից, պաշտպանելու մարդու իրավունքները եւ պաշտպանելու դա միջազգային հանցագործությունները։ Հանուն խաղաղության, Տիկին Սամսոնյան։ Բայց հանուն, ախր շատ լավ, հանուն խաղաղության, բայց ուզում եմ եւս մի բան մենք արձանագրենք։ Այսինքն այլ երկիր նման բան չունի։ Մենք նաեւ այստեղ կարող է հարց առաջանալ նաեւ, որտեվ տեսեք, մենք խոսում ենք մարդկային ճակատագրերի մասին, մարդիկ ովքեր ուզում են հասնել արդարության։ Եթե այս հարցում Հայաստանը հետ է կանգնում իր դիրքերից եւ ասում է կներես ես քեզ չեմ կարող պաշտպանել քաղաքական նկատառումներից ելնելով, վստահություն է առաջանալու պետության նկատմամբ։ Որովհետև էլ ինչի համար է Հայաստանը միացել այդ բազմակողմ պայմանագրերին եւ որպեսզի պաշտպանի իր քաղաքացիներին։ Եթե չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին քաղաքական հանգամանքներից ելնելով, այն էլ ոչ հեռատես, հա, քայլեր անելով, ես կարծում եմ, որ այստեղ լուրջ խնդիր է առաջանալու։ Հայաստանը այստեղ գործընթացը հենց նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա էֆեկտիվ իրական հնարավորություններ պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների իրավունքները։ Խաղաղության պայմանագիր կնքելը, այդ գործընթացով հնարավորինս փորձել առաջ գնալ, հա, համոզել, միջազգային հանրության հետ խոսել, ներողություն ավարտեմ սա, Ադրբեջանի հետ խոսել, որ մենք ուզում ենք այս ճանապարհով գնալ եւ որոշակի համաձայնություններ գալը, խաղաղությունը հենց սա է։
հիմնարար իրավունքը նաև սա է։ Տիկին Սամսոնյանը ձեզ հետ կամաձայնվեր միգուցե, եթե նա վստահ լիներ, որ իրապես խաղություն է։ Բայց ինչն է այդ դեպքում կորցնում, դե չի։ Տպավորությունն է, որ ես չեմ ուզում խաղաղություն։ Չէ, ես ուղղակի ես հասկանում եմ քաղաքականությանը իդեալական աչքերով չեմ նայում, մնել Ադրբեջանի հարցում։ Ամբողջ հենց հարցն այն է, որ ես նայում եմ Ադրբեջանի հեռահար երկարաժամկետ նպատակներին, ինչ է նա ուզում անի։ Դուք խոսում եք իդեալական նպատակներից։ Ադրբեջանի հեռահար նպատակները ինչպիսին են։ Խոսույթները ձևավորում են քաղաքականություն։ Ես էլ ասում եմ խոսույթները նաև նրա համար են օգտագործվում, որպեսզի ճնշում բանեցնեն հակառակորդի վրա։ Հանգեցնեն ներողություն։ Երբ որ Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, պարոն Վարդանյան, այդտեղ դա ճնշում չի գործադրում Հայաստանի վրա։ Դա երկարատև գործընթաց է սկսում մեր սուվերեն տարածքի նկատմամբ, տարածքային, ասում եմ, ինչ գիտեք։ Ինչ գիտեք։ Կարող է դա արվում է, որպեսզի մենք այսպես խոսենք։ Ուրեմն կարող է դա մենք արվում է նրա համար, որ մենք այսպես խոսենք, հա։ Իրար հետ բանավիճենք։ Այսինքն կներեք, այս հակասություն կա, ստացվում է, որ Ադրբեջանը մեզ հետ հավասար ուզում է գնալ խաղաղության, բայց սադրում է մեզ խոսույթներով, ճնշում է գործադրում է վրա խոսույթներով, հա։ Դա ի դեպ չի բացառում, այո, բայց ես հենց դա էի ասում։ Եթե կողմերը ուզում են գնալ խաղաղության, պարոն Սամսոնյան, չեք լսում ինչ եմ ասում։ Ասում եմ կողմը, հակառակորդը մեր, հա, հակառակ կողմը ավտորիտար պետություն է։ Մեր հակառակորդի որ առավել եւս նվազեցնում է խաղաղության շանսերը։ Դե միջև հիմա որ չկա, նաեւ այդ պատճառով չկա ախր։ Բայց կլինի։ Եվ ի հակառակ ձեր ասացի, հենց իմ ասած մոտեցումն է իրատեսական, հասկանում եք, ինքը բան չէ, ասենց абստրակտ ինչ որ լավատեսական բան չէ։ Ես նորից եմ ասում, ես գնահատում եմ ռեժիմը որպես ավտորիտար, ես ասում եմ, որ միջև հիմա մենք որ չունենք այդ խաղաղությունը, հա, եւ նաեւ միջև հիմա որ այդ ռետորաբանությունը շարունակվում է, նաեւ այդ պատճառով է։ Եվ ես նաեւ ասեցի, որ ապագայում մենք չպետք է սպասենք, որ իսպար այդ ռետորաբանությունը վերանալու է, ցավոք սրտի, որովհետեւ ունենք ուրեմն ի հակառակ կողմում ավտորիտար բավականին խիստ բան պետություն։ Ես համաձայնեմ, այո, բայց ես ինչ եմ ուզում ասել։ Նա սաստկանալու է, գիտեք ինչու է սաստկանալու, որովհետև դա է սպասարկելու, այդպիսի ռետորաբանությունը սպասարկելու այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը մեր նկատմամբ որտեղ։ Բայց դա որևէ կերպով կապված չէ այս ամենից հետ, ինչ որ մենք խոսում ենք։ Այսինքն եթե ինքը շարունակելու է նույն կերպ, այսինքն եթե ինքը ոչ մի պայմանագրի չի հետևելու, շարունակելու է իր այդ ռետորաբանությունը եւ ավելին ունի պլաններ հարձակում գործադրելու Հայաստանի նկատմամբ եւ այլն, այս ամեն ինչը որևէ կերպով, հա, որևէ կերպով չի, այսպես ասած, թույլատնում Հայաստանի դիրքերը եւ հակառակը ուժեղացնում նրա դիրքերը։ Միջազգային հայցեր հակառակը մենք ավելի մեծ կշիռ ենք ստանում որպես լուրջ խաղացող միջազգային ասպարեզում եւ մեզ շատ անհրաժեշտ է նաեւ միջազգային աջակցությունը եւ այդ միջազգային աջակցությունը որպեսզի լինի դու պետք է ցույց տաս որ դու կոնստրուկտիվ ես որ դու խոսում ես աշխարհը գիտի որ Ադրբեջանը ավտորիտար երկիր է աշխարհը գիտի որ այստեղ տարբեր, այսպես ասած, սուբյեկտներ են տարբեր գաղափարախոսություններով։ Այսինքն Ադրբեջանը ավտորիտար է, եկեք իրեն հանգիստ թողենք, Հայաստանը դեմոկրատ թույլ երկիր է, եկեք իրենից զիջումները։ Իրողությունների հետ են հաշվի նստում։ Անունն էլ դնենք խիզախ զիջումներ։ Տիկին Սամսոնյան, Ադրբեջանից այսօր արևմուտքը գնում է ռեսուրսներ։ Ինչու է գնում։ Եկեք լսենք Տիկին Սամսոնյանին։ Ինչու է գնում։ Ես հիմա ասեմ իմ ու ձեր։ Մենք չենք ապրում իդեալական աշխարհում, Տիկին Սամսոնյան։ Այդ դուք եք ուզում իդեալական աշխարհ ստեղծել։ Հակառակը, ես ռեալ աշխարհում եմ ապրում, դուք իդեալական աշխարհում եք ուզում ապրել։ Չի երևում։ Իմ եւ ձեր տարբերությունը, մենք երկուսս էլ ուզում ենք խաղաղություն, բայց դուք որպես քաղաքագետ դրան նայում եք շատ իդեալական եւ ասում եք հետեւյալը. եկեք ամեն ինչ թողնենք, զիջենք, մաքրենք։ Ով ասես նման։ Տեսեք, դուք էլի տալիս եք գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն իմ ասածների հետ։ Գնանք վաբանկ ստորագրենք, հետո ինչ կլինի խաղացենք խաղաղություն, Տիկին Սամսոնյանը։ Պարոն Վարդանյան ասում է շանսը փոքր է, բայց միակ շանսը դա է։ Չէ՞։ Ես որպես քաղաքական գործիչ մտածում եմ այսպես, եթե այդ որոշումը իմը լիներ կայացնելու, ես կմտածեի հետեւյալը. Ինչ կստանամ ես եւ կստանամ արդյոք այն, ինչ ես մտածում եմ։
Եվ ես կմտածեի, եթե գնամ կնքեմ խաղաղությունը եւ հրաժարվեմ այս բոլոր գործիքներից, ինձ հետ ինչ կլինի։ Եւ ես իմ ուղեղում պետք է ունենամ բացասական սցենարը, որպեսզի ինձ ապահովագրեմ։ Իհարկե պետք է ունենա։ Եկեք մենք ամեն ինչից հրաժարվենք, դուք եք ասում։ Ինչ է նշանակում ամեն ինչից։ Եթե դուք ասում եք հայցերը հետ քաշենք, դուք ասում եք եկեք մեր ամենաուժեղ կողմը զիջենք։ Զինաթափում հանուն ամենաուժեղ չերաշխավորված խաղաղության բավարարան։ Ես չեմ Տիկին Սամսոնյան մեղադրանքի եթե կարճ ձևակերպենք, զինաթափում հանուն չերաշխավորված։ Ես օրինակ կարծում եմ մենք նոր հայց պետք է պայմանագրի ստորագրելու դեպքում է լինում այդ Կավաթա, ես առաջարկում եմ մենք նոր հայց ներկայացնենք Ադրբեջանի դեմ։ Քանի որ Ադրբեջանը մեզ մեղադրում է իր ռեսուրսները վատնելու մեջ, հա, բնական ռեսուրսները եւ երկու հայց կա դրա վերաբերյալ արբիտրաժային դատարանում, ես օրինակ առաջարկում եմ, որ մենք նոր հայց պետք է ներկայացնենք եւ Ադրբեջանին մեղադրենք նրանում, որ նա վերացրել է մեր 60 հեկտար անտառը Շիկահողի արգելոցում։ Համաձայն եք Ինչ եք հասնելու դրան։ Ինչ խնդիր եք դուք լուծելու դրանով։ Ադրբեջանը վերացրել է մեր էկոհամակարգը եւ եթե մենք սա չկանխարգել ենք, հաջորդ անգամ Ադրբեջանը մեր օկուպացված տարածքներում փոխելու է գետերի հունը, հետո ջրատարը Սևանից անցկացնելու մեր ջուրը Սևանի տանի։ Ինչ օկուպացված տարածքներ։ Որ օկուպացված Հայաստանի Հանրապետության օկուպացված 200 քառակուսի կիլոմետրի մասին է, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին սահմանազատման արդյունքում։ Դրանց մասին է։ Խոզնավար, բայց դրանք վերադարձվելու են Հայաստանին, արդեն խոսեցինք սահմանազատման։ Ես չգիտեմ փաստաթղթի մեջ կան դրա մասին խոսք։ Փաստաթղթի մասին նորից ենք ասում, դրա մասին չի խոսվում, որտեղից եք վստահ, որ սահմանազատման ընթացքում դրանք վերադարձվելու են Հայաստան։ Որն է տրամաբանությունը սահմանազատում անելու, եթե այդ տարածքը դու ցույց ես տալի, ապացուցում ես, որ դա Հայաստանինն է, հա, ուրեմն պետք է վերադարձվի սահմանազատումը, դա է ենթադրվում։ Տրամաբանությունը հուշում է այդպես, բայց գործ ունենք Ադրբեջանի հետ։ Ախր նորից տեսեք նույն բանն եք ասում։ Եթե Ադրբեջանը ոչ մենք խոսում ենք այն մասին, որ ինչ անենք, որպեսզի Ադրբեջանի մեր նկատմամբ դեստրուկտիվ, ագրեսիվ քաղաքականությունը նվազի, դա չի նվազելու, որովհետև Ադրբեջանը Հայաստանի համար ունի այլ նպատակներ, դա չի նվազելու։ Այ տեսեք, դուք ասում եք որպես աքսիոմ, սա շատ կարևոր բան է։ Եթե մենք դա չենք ուզում տեսնել, դա չի նշանակում, որ չկա։ Հիմա տեսեք, սա շատ մի կարևոր բան է, ինչը տեղի է ունենում մեր դիսկուրսում։ Տեսեք, Տիկին Սամսոնյանը ասում է մի բան, որը շատերն են ասում, ընդդիմադիր հիմնական դաշտից, բայց դա էջեական է, որ Ադրբեջանը երբեք որևէ պարագայով չի հրաժարվելու Հայաստանի նկատմամբ հարձակում գործադրել, Հայաստանը օկուպացնել, Հայաստանը վերացնել եւ այլն այդ գաղափարից։ Նախանշան չեն տեսնում, պարոն Վարդան։ Ես ասում եմ հետեւյալը. չկա որևէ հիմնավորում գիտական, տրամաբանական առ այն, որ Ադրբեջանը Գիտական հիմնավորում տեսեք պետական քաղաքականություն։ Ախր տեսեք դուք ասում եք պետական քաղաքականություն։ Որն է պետական քաղաքականությունը։ 30 տարի Ադրբեջանը ունեցել է պետական քաղաքականություն, որպեսզի վերադարձնի Արցախը։ Ադրբեջանը, տեսեք, խառնում ենք տարբեր բաներ։ Չեմ խառնում տարբեր բաներ։ Հիմա նույն մակարդակով ավելի ագրեսիվ Ադրբեջանը ունի պետական քաղաքականություն Արևմտյան Ադրբեջանի։ Եվ Արևմտյան Ադրբեջանը դա Հայաստանի Հանրապետությունն է, որի մասին իդեպ նաև խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ ասում է մեր նկատմամբ ունեն տարածքային նկրտումներ, լավ հասկանալով, ֆիքսել են, արձանագրել են, իշխանությունը արձանագրել է։ Ուրեմն ձեր ասածը նորից մի հատ լսեք էլի, ես ինչ եմ ասում։ Մենք ինչու պետք է գնանք Պրահայում, մենք ինչու պետք է գնանք Պրահայում։ Դուք որոշակի թեզեր եք ուզում առաջ քաշել, չգիտեմ։ Թեզեր առաջ քաշելու իմաստը որն է, թեզեր առաջ քաշել եւ չլսել հակափաստարկներ։ Ես լսում եմ ձեր բոլոր հակափաստարկները, ու ասում մի իդեալականացեք։ Ես եմ ասում, դուք եք իդեալականացնում։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք ենք ագրեսորը, հասկանում եք։ Դուք եք իդեալականացնում։ Դուք ասում եք։ Չէ, մնում ասենք Ադրբեջանը ճիշտ է, որ մենք ֆաշիստ ենք։ Տիկին Սամսոնյան, եկեք լսենք պարոն Վարդանյանի հակափաստարկը։ Ես արդեն երևի թե 7-րդ անգամ պետքա բայց կրկնեմ, որ այդ նման թեզերը, նման դիսկուրսները օգտագործում են
քեզ թույլատնելու համար, որպեսզի բանակցային դիրքերում իրենց դիրքերը ավելի ուժեղ լինեն եւ արդյունքում իրենք ավելի շատ շահեն։ Այսինքն դա պետական քաղաքականություն չի։ Դա պետական բանակցային դիրքերը խոսույթով չեն թույլանում։ Բանակցային դիրքերը թույլանում են կոնկրետ գործողություններով, որը անում է Հայաստանի Հանրապետությունը։ Ասում է դա պետական քաղաքականություն չի, այլ մարտավարություն։ Հեսա կբացատրեմ։ Ես ասում եմ այն, որ պարտադիր մի քանի անգամ ասացի, որ պարտադիր չէ, այսինքն երբ որ դուք տեսնում եք այսպիսի հռետորաբանություն, իմ ասածը հետևյալն է. պարտադիր չէ, որ այն խոսի այն մասին, որ դա նշանակում է, որ իրենք քաղաքականություն են ծավալում, առաջ քաշում Հայաստանը վերացնելու ուղղությամբ։ Դա կարող է նաև նշանակել եւ ասում եմ հաճախ նաև նշանակում է, որ այդպիսի խոսույց առաջ քաշող սուբյեկտը դա անում է քեզ թույլատնելու համար, քո ներքին դիսկուրսների վրա ազդելու համար։ Ոնց են թույլատնում։ Այսինքն, որ այ տեսեք, օրինակ սկսվում է բանավեճ եւ շատ դեպքերում այդ բանավեճը վերածում է ուղղակի հակամարտության, ներքաղաքական, ներհասարակական, հա, այսպես ասած հասարակության տարբեր խմբեր մեկը մյուսին սկսում են ատել, ասում են որ դու դավաճանն ես, ասում են որ տեսեք չես տեսնում որ Ադրբեջանը ուզում է մեզ ոչնչացնել, դու ասում ես խաղաղության մասին, հա, այսինքն եւ դա ընդհանուր առմամբ քո դիմադրողականությունը թույլատնում է որպես պետություն եւ հասարակություն եւ Ադրբեջանը եւ որևէ սուբյեկտ, հիմա կոնկրետ այս դեպքում Ադրբեջանն է, ստանում է բանակցային առավելություն։ Մենք պետք է որ սա կարծում եմ հասկանանք եւ չտրվենք այդ պրովոկացիաներին, նորից եմ ասում, չի կարելի բացառել, որ Ադրբեջանը ունի նման քաղաքականություն, չի կարելի բացառել, բայց պնդել, որ միայն ու միայն այս խոսույթը խոսում է այն մասին, որ ինքը հենց այդպիսի քաղաքականություն ունի, Հայաստանը իսպառ վերացնելու եւ ոչ մի, նորից կրկնում եմ, ոչ մի գործոն, ոչ մի Հայաստանի քայլ կամ մեկ այլ պետության քայլ իրան դա չի զսպելու։ Ես ասում եմ, նման պնդում չի կարելի անել, Հայաստանի խաղաղության օրակարգ ունի Ադրբեջանը։ Ես ասում եմ հետեւյալը, ինքը կարող է ունենալ, կարող է չունենալ։ Մենք վստահ չենք կարող պնդել այս կամ այն թեզի վերաբերյալ։ Ես կարող եմ որոշակի փաստարկներ բերել, ասել, որ այնուամենայնիվ Ադրբեջանին էլ միգուցե, տեսեք, միգուցե բառն եմ օգտագործում, ձեռնտու լինի խաղաղ համակցություն Հայաստանի հետ, որովհետև ինքը, տեսեք, ինչ էր, իր իդեա ֆիքսը, իր հիմնական խնդիրը որպես, հա, պետություն, հասարակություն, որ մենք կորցրել ենք մեր տարածքը, Լեռնային Ղարաբաղը, հա, օկուպացրել են հայկական ուժերը, հայերը, Հայաստանը եւ այլն, մենք վերադարձնելու ենք դա։ Հիմա իրենք ասում են, մենք վերադարձրել ենք, դա մեր վերահսկողության տակ է։ Այսինքն այս առումով, այո, նրանց պետական քաղաքականությունը կարող ենք ասել այն էր, որ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը ամեն գնով, եթե հնարավոր է ուժով, ուրեմն ուժով, հնարավոր չէ, մի խոսքով, հնարավոր է բանակցությունները, եթե չէ, ուրեմն ուժով վերադարձրեցին, հա, այսպես ասած, իրանց վերահսկողությանը, եւ մենք չպետք է մոռանանք այն փաստը, բազմիցս ենք սրա մասին խոսել, որ միջազգային այսպես հանրությունը դա ընկալում էր, այո, ասում էր, այստեղ կա կոնֆլիկտ, բայց ասում էր, որ այն պատկանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է եւ կոնֆլիկտի լուծումը տարբեր ձևերով նոր կորոշի, թե հիմա ինչ կարգավիճակ է ստանալու, հա, հիմա այս ամենի արդյունքում ես ասում եմ հետեւյալը։ Մեր քաղաքականությունը որը պետք է լինի, նպաստել նրան, որ Ադրբեջանը հենվի մեր խոսույթների, մեր տարատեսակ քաղաքականությունների վրա եւ իր հնարավոր, եթե ինքը ունի հարցակման, հա, ճնշելու քաղաքականություն։ Տիկին Սամսոնյան, որին կխնդրեմ պատասխանել։ Եվ հենվի դրա վրա եւ ավելի էֆեկտիվ առանց զսպիչ գործոններ ունենալու միջազգային հանրության կողմից հարցակում գործադրի, կամ երկրորդ տարբերակը, եթե չունի ինքը, չենք կարող, նորից ես պնդում, որ չենք կարող բացառել, չէ, առնվազն, որ ինքը չունի այդպիսի նպատակ, այլ ունի մեզ ճնշելու նպատակ, թույլատնելու եւ հնարավորինս շատ բան կորզելու։ Հիմա եթե իր նպատակը այնուամենայնիվ այդ ամեն ինչի արդյունքում որոշակի խաղաղ գոյակցությունն է, այս դեպքում մեր գործողությունները պետք է նպաստեն նրան, որ ինքը
հրաժարվի այն մտքից, որ այսպես անընդհատ պետք է ճնշումներ բանեցնի եւ ոչ մի հանգուցալուծում չլինի, որովհետեւ մտածի, որ չէ, հայերը երբեք, իրանք էլ մտածեն, հա, որ հայերը երբեք խաղաղության չեն գնալու, իրենք ուզում են մեզնից այսպես վրեժ լուծել, իրենք ինչ որ իրենց պատկերացրած արդարության համար ամեն ինչին ընդունակ են լինելու, դրա համար մենք էլ չպետք է մտածենք որևէ քայլ անելու դեպի խաղաղության։ Իսկ իրականության մեջ, եթե թեզն է ճիշտ, մեր փաստորեն գործողությունները կարող էին նպաստել նրան, որ որոշակիորեն ինքը իսկապես մտածեր, որ չէ, հնարավոր է խաղաղություն, հնարավոր է խաղաղագոյակցություն եւ համապատասխան քայլեր անել, որ բերեր մեզ նրան, որ խաղաղության պայմանագիրը կնքեինք եւ այդ հնարավոր կոմունիկացիաները բացվեին եւ այլն եւ բոլորը օգտվեին այս ամեն ինչի արդյունքում, հա։ Հիմա այս այդ ամբողջ հարցը, որոնք են մեր գործողությունները, եթե մենք այսօր խոսում ենք հակամարտության լեզվով եւ ուզում ենք շարունակել հակամարտությունը, սա մի բան է, այդ դեպքում թող ասեն համապատասխան մարդիկ, որ մենք ուզում ենք այսօր նպաստել հակամարտության թեժացմանը ենթադրենք, որովհետեւ արդարություն ենք ուզում։ Շատ լավ, այդ դեպքում այդպես ասեք։ Ուզում ենք մեր պատկերացրած արդարությունը սա է, ուրիշ տարբերակ չկա եւ մենք ուզում ենք թեժացնել հակամարտությունը։ Okay, ինձ համար սա անընդունելի է։ Շնորհակալ եմ, պարոն Վարդենյան, խնդրեմ տիկին Սարգսյան։ Որովհետեւ մարդիկ են տուժելու արդյունքում, որովհետեւ մարդու իրավունքներ են ոտնահարելու, որովհետեւ հակամարտությունը բերելու է նրան, որ մենք ընդհանրապես ոչ մի զարգացման հեռանկար նաեւ չենք ունենա։ Լսենք տիկին Սամսոնյանի մարդիկ արդեն տուժել են։ Բայց կշարունակեն, տիկին Սամսոնյան, շարունակեն տուժել, եթե հակամարտությունը շարունակեն տուժել, եթե նպաստենք նրան, որ հակամարտությունը արդարության այդ հարցով։ Ընդհանրապես ես ուզում եմ ասել հետևյալը, որ խոսել խաղաղության պայմանագրի ռիսկերի հետ կապված, դա չի նշանակում, որ տեղի տալ Ադրբեջանի ճնշումներին եւ թույլատրել բանակցային դիրքերը, հա, այն ինչ որ դուք ասում եք։ Խոսել ռիսկերի մասին։ Բանակցային դիրքերը թույլատրում, որպեսզի մարդկանց զգոնությունը չթուլանա եւ մարդիկ հասկանան իրականում ինչ է կատարվում։ Ադրբեջանը հենվում է իր պետական քաղաքականության եւ նպատակների վրա։ Ադրբեջանը համարում է պատմական մեծ անարդարություն, որ Սյունիքի մարզը իր պատմական տարածքը ինչպես ինքն է ասում։ Այո, համարում է։ Այո, սովետները այդտեղ վեճ չունեն։ Անարդար բաժանումով տարածքային տվել են Հայաստանին։ Եվ դրա վրա հիմա Ադրբեջանը կառուցում է իր ամբողջ քաղաքականությունը։ Եվ դա նման է այն քաղաքականությանը, իր դիվանագիտական, իր քաղաքական բոլոր ջանքերով, որը Ադրբեջանը կառուցում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հետևաբար պետք է արձանագրենք, որ սա շատ լուրջ է, եւ ասել, որ դե Ադրբեջանն է հերթական անգամ խոսում է, ճշում է, նարատիվներ են, չգիտեմ ինչ, ես կարծում եմ, որ պետք չի մարդկանց զգոնությունը բթացնել եւ ինչպես է դա բթացնում։ Նաեւ, տեսեք, ձեր ասածը հետեւյալն է։ Ադրբեջանը հերվից նայում է մեզ, արդյոք այս ժողովուրդը ընդունակ է իմ հետ խաղաղ ապրելու, թե ընդունակ չէ։ Ձեր ասածը դա է։ Բայց Ադրբեջանը հերվից չի նայում։ Ադրբեջանը հերվից մեզ չի նայում եւ ինքը չի մտածում այս ժողովուրդը ընդունակ է խաղաղ ապրելու կամ ընդունակ չէ, որպեսզի ես ուզեմ խաղաղության փաստաթուղթ ստորագրել, հա։ Ադրբեջանի նպատակը շատ պրագմատիկ է։ Ինձ պետք է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը իմ նպատակները իրագործելու համար։ Ես համոզված չեմ, այդպես է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պարոն Վարդանյան։ Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք այդպիսի բան չի ասել։ Չէ, դա ջղայնացնել չի, Ռոբերտ, դա պետական քաղաքականություն։ Մարդիկ Ռոբերտ ջան, մարդիկ դիվանագիտական մասշտաբով, մակարդակով մաքրում են Արցախի հարցը, հա, հանում են Արցախի հարցի թղթերը, բոլոր միջազգային դիվանագիտական դարակներից, մտցնում են արևմտյան Ադրբեջանի թղթերը։ Հիմա մենք ասենք նարատիվներ են դե, մենք ենք դրա, չգիտեմ, առիթը տալիս կամ դրան լուրջ չվերաբերվել, մի օր այդ թղթերը այսենց կուտակվելու են։ Եվ ինչ, այդ թուղթը ինչ անելու ինքը։ Դա գիտեք ինչ։ Այսինքն դուք համասում եք, որ իրենք ոչ մի թղթերին չեն նայում։ Ապացուցելու է, որ Զանգեզուրը իր պատմական հայրենիքն է։ Դա է անելու։ Ախր դուք եք ասում, որ Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չի, ինքը թղթերին բացարձակ ուշադրություն չի դարձնում, ըստ էության, եթե այդպես է։ Չէ, կներեք մի րոպե։ Իր կողմից։ Չէ, ներողություն, կարող եք ինձ ասել, Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Եվրամիությանը։ Այո, բոլորին։
բոլորին ում դուք անվանում եք միջազգային դերակատար են, հա, դու քանի որ թղթերը վերցրել ես, դու կարող ես օկուպացնել Հայաստանի սուվերեն տարածքը, ախր Տիկին Սամսոնյան, մի ասեք նման բաներ, նման բան անհնարին է։ Ներողություն, Ադրբեջանը չի կատարում այն, ինչ իրեն պետք չի, բայց ինքը միշտ այս տարիների ընթացքում էլ կուտակել է իրավական փաստաթղթեր եւ դրան կարեւորություն է։ Իրավական փաստաթղթերը օգտագործվել են այն ժամանակ, երբ որ ունեցել են իրավական հիմք, կշիռ, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ընդունում էր որպես Ադրբեջանի մաս եւ Ադրբեջանը օգտագործեց այդ հանգամանքը, այո, հանեց եւ ասեց սա է, ճանաչել եք, սա է, այստեղ կան հայեր, որտեղ զենքով կանգնած են եւ ինձ դիմադրում են, չեն ենթարկվում ինձ։ Չի աշխատի, Տիկին Սամսոնյան, անհնարին է գրասենյակից եք։ Ինչ կապ ունի Ալիևի գրասենյակը այստեղ։ Ես ասում եմ վստահ եք Ադրբեջանի խաղաղասեր լինելու մեջ։ Հայաստանի տարածքն է երևի դրա համար։ Բազում է մենք ենք ագրեսիվ, եկեք մի հատ էլի դուք որպես վարող, հա, ես նման բաներ ասել եմ, ինչ որ վերագրում է ինձ Տիկին Սամսոնյանը։ Հետ կտանք կնայենք։ Դու ձեր ասածը հետեւյալն է, որ այն Ադրբեջանը ասել ես ֆաշիստ եք, այդտեղ ճշմարտություն կա։ Ուրեմն ձեր ասած դատողությունները ամբողջությամբ ներողություն մանիպուլատիվ է։ Ես ուզում եմ, որ ես լրիվ այլ բանի մասին եմ ասում, դուք լրիվ մանիպուլացնում եք իմ մեր արդարությունից, մեր բնակելի եւ ոչ բնակելի տարածքներից հանուն մի բանի, որը երաշխավորված չի եւ չի երաշխավորվելու։ Տիկին Սամսոնյանը մենք պատրաստ ենք բոլոր զիջումների, այսքան ուրեմն խոսակցությունը հանուն մի բանի, այն բանի մասին էր, որ դուք էլի այդ թեզը առանց հիմնավորումների Տիկին Սամսոնյան, բայց աշխարհում որևէ բան երաշխավորված է։ Մասին եք ասում։ Միգուցե պետք է գնալ չերաշխավորված, բայց Ռոբերտ ջան, ինչ ասեմ, եկեք ասենք այս տարածքը տանք իրենց, ասենք եկեք այստեղ ինչ ուզում եք։ Չէ, բայց դուք նկատեցիք, ես խոսում եի միջազգային հանրության մասին։ Ես ասում եի, որ միջազգային հանրությանը Տեսեք, ես ասում եի, որ միջազգային Ես գրեթե վստահ եմ, որ վաղը մեր օկուպացված տարածքներից էլի չեն դուրս գալու։ Մենք էլ ասում ենք, դե լավ, դրանք ոչ բնակելի տարածքներ են, դրանք աննշան տարածքներ են, մնացեք, մենակ թե թուղթը բերեք ստորագրեք։ Նման բան երբեք ոչ մեկ չի ասել ու պետք չի չեղած բաների։ Երբ որ դու հայտարարում ես, որ դու պատրաստ ես պաշտպանել այդ տարածքները։ Ով է ասում։ Եվ հետ բերել այդ տարածքները։ Ինչ է նշանակում հետ բերել։ Թեկուզ եւ դու դա չանես։ Եթե նույնիսկ եթե դու դա չես դուք առաջարկում եք ռազմական ուժով այդ տարածքները բերել հիմա։ Եթե նույնիսկ դու դա չես ուզում անել, դու չպիտի հայտարարես, որ դու դա չես կարող անել։ Ինչ նշանակում չես կարող։ Բոլորն էլ գիտեն, որ յուրաքանչյուր պետություն ինչ որ պահի կարող է ուժ կիրառել։ Դրա մասին պետք է ասել։ Այսինքն պատերազմին բայց դու ասում ես, որ ես չեմ ուզում գլխի տակ փափուկ բարձ չդնել։ Հակառակը դու չես սրում իրավիճակ, ախր մի վարքյան է։ Նույն հաջողությամբ ասելու ես, լավ, դուրս մի արի, ես չեմ գալիս այդ տարածքների հետևից, դուրս մի արի, մնա։ Ու դուրս չեն գալու։ Տիկին Սամսոնյան, ուրեմն նորից դուք, չգիտեմ, լրիվ այլ բաների մասին եք խոսում, իմ ասածների ոչ մի կապ չունեն։ Ես խոսում եմ Ադրբեջանի պետական ներողություն, ես պետքա հիշացնեմ ինչի մասին էի խոսում եւ դուք ուշ տարաք։ Եվ դա ախր լավ։ Ես խոսում եմ այն մասին, որ միջազգային տարբեր ինստիտուտներ եւ սկսում ենք ամփոփել, այո, խնդրեմ։ միջազգային տարբեր խաղացողներ եւ այլն, բնականաբար երբեք չեն համոզվելու Ադրբեջանի այն փաստաթղթերին, այն փաստարկներին, որոնք ինքը բերելու է, չգիտեմ, ինչ փաստաթուղթ է բերելու, փաստաթուղթ չկա, այսինքն կեղծիք է բերելու, հա։ Գազին ղուրբան։ Ներողություն, սպասեք։ Եվ ասելու է, որ գիտեք ինչ, ինքը ասելու է արևմտյան, ուրեմն Ադրբեջան կա, դա Հայաստանի տարածք է եւ պետք է վերադարձնեմ ես ինձ եւ մեկ էլ հանկարծ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, չգիտեմ, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ասել են, հա, գիտես, փաստորեն դու ապացուցեցիր, որ դա քոնն է, դե ուրեմն կամ մենք ասենք Հայաստանի, որ քեզ տա, դե եթե չտա, օքեյ է, օկուպացրա այդ տարածքը։ Բացառվում է նման բան, դա ոչ մի անգամ չի եղել միջազգային պրակտիկայում նման բան մեկ, երկրորդը մենք գործ ունենք այնուամենայնիվ դեմոկրատական նաև, հա, պետությունների հետ, երբ որ խոսում ենք Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ այլն, եւ վերջի վերջո կա որոշակի, այսպես ասած, նախադեպ, հա, այսինքն նման բաներ անելը դա բերում է լրիվ պայթյունների, հա։
Այսինքն որևէ մեկի շահերից դա չի բխում։ Բացի այդ, բազմիցս արդեն ասվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դա այն կարմիր գիծն է, որը որևէ կերպով, ուրեմն, որի խախտումը որևէ կերպով չի հանդուրժվի, ուրեմն միջազգային հանրության կողմից, այլ բան, թե ինչ կարող են իրենք անել, եթե հանկարծ խախտվի դա, հա, սա առանձին խոսակցության բան է։ Ես դրա մասին էի խոսում։ Մեկ էլ Տիկին Սամսոնյանը ասեց, որ հանկարծ ես ուրեմն Ադրբեջանի, չգիտեմ, դիրքորոշումները առաջ փաստաբան եմ եւ արդյոք ինչ որ գրասեն ինչ կապ ուներ իմ ասածը Ադրբեջանի ուրեմն ասածների հետ, հա, ես խոսում էի միջազգային հարության մասին, այլ ոչ թե Ադրբեջանի մասին, այն որ Ադրբեջանը կարող է փորձել, այո, բերել այդ փաստաթղթեր եւ ինչ որ տարբեր փաստաթղթեր գրել, ինչ որ բան անել, նկարիչներին տալ, որ այդ նկարիչները ինչ որ քարտեզ գրեն եւ այլ, այդ ուրիշ հարց է։ Ինքը այսօր էլ փորձում է անել դա, տարբեր գրել, բայց նորից եմ ասում, դա որպես ճնշումն է, բանեցնում է, չենք կարող բացառել, տեսեք, էլի 1500 անգամ եմ ասում, երբեք չենք կարող բացառել, որ օրինակ կարող է Ադրբեջանը իսկապես ունենա այդպես բան, հա, հարձակման ծրագիր, բայց խոսքը այն մասին է, որ մենք որ հնարավոր պլանին ենք նպաստում, ես ասում եմ, որ սենց մենք ուժեղանում ենք հակառակը, հա, մենք ստեղ ձեռք ենք բերում ես համար շատ կարևոր միջազգային նաև աջակցություն եւ վերջի վերջո մենք շահագրգռում ենք, այսինքն ելնելով այն կանխավարկածից, որ շատ հնարավոր է, նորից եմ ասում, շատ հնարավոր է, պարտադիր չէ, բայց շատ հնարավոր է, որ Ադրբեջանը որոշակի պարագաներում, որոշակի իրավիճակներում կարողանա, այո, ցանկանա գնալ խաղաղության ճանապարհով նեղ առումով, չհրաժարվելով էլի մեզ ճնշելու, թույլատնելու գաղափարից, բայց այնուամենայնիվ ասի, հա, հնարավոր է խաղաղագործություն, դա ինձ ձեռնտու է, որովհետև դրա արդյունքում ինքը կարող է ձեռք բերել ավելի մեծ կշիռ միջազգային ասպարեզում, Իրան դա պետք է, ինքը դա կարող է, այս ամեն ինչի արդյունքում ինքը կարող է ֆինանսական մեծ օգուտներ ստանալ, ինքը կարող է ինվեստիցիաներ, հա, ներդրումներ ստանալ միջազգային, ինքը կարող է ներգրավել միջազգային պրոյեկտներում, դրա արդյունքում վերջը ասի, որ հա, ինձ սա ձեռնտու է, այս տարբերակը եւ ես կգնամ այդ ճանապարհով։ Վերջը։ Եվ սա, այս ամեն ինչ ինչ որ ես ասեցի, սրա հակափաստարկը որն է, չկա, գոյություն չունի, այսքան ժամանակ, մենք ինչքան ժամանակ է արդեն խոսում ենք, այո, որևէ հակափաստարկ չհնչեց եւ չի կարող հնչել ուղղակի, որովհետեւ այն գոյություն չունի։ Հակափաստարկներ գոյություն ունեն, ես դրանք բոլորը ներկայացրի, պարոն Վարդանյան, այլ հարցը, որ դուք չեք ուզում դա տեսնել կամ լսել կամ դա ձեր խնդիրն է։ Ոչ մի ասածս թեզին։ Ադրբեջանը աշխարհում որևէ խնդիր չունի, ինվեստիցիաներ ներգրավելու խնդիր չունի, նույնիսկ իրար հետ միս ուտող Ֆրանսիան է այնտեղ ինվեստիցիաներ անում։ Միջազգային աջակցության խնդիր չունի, դիրքերը շատ լավ են, այսինքն որևէ բան չկա, որ Ադրբեջանը փորձի Հայաստանի հետ խաղաղություն թուղթ ստորագրի ու դա որևէ կերպ ազդի նրա վարկանիշի բարձրացմանը, այսինքն այս հարցով եկեք միամիտ չլինենք, երբեք վստահություն մի ունեցեք, որևէ հնան մեկ շնչի ընկնող արդյունքով Հայաստանին զիջում է Ադրբեջանը, գիտեք դրա մասին։ Երբեք վստահությամբ մի խոսեք որևէ հարության նկատմամբ, հատկապես միջազգային հարության նկատմամբ, որը կարող է օրը 1000 երանգ փոխել քաղաքական շահից ելնելով։ Այդ նույն միջազգային հարությունը ասում էր էթնիկ զտում չի լինելու Լեռնային Ղարաբաղում, մենք տեսանք ինչ եղավ։ Եվ նաև մենք գիտենք, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ էր խաղաղության դիմաց ճանաչել Ռուսաստանի փաստացի իշխանությունը Ուկրաինայի օկուպացված Հայաստանը ինչ կարող է անել, եթե ձեր ասածը այդպես։ Միջազգային հարության անսկզբունքային վարվելակերպի աշխարհակաղակական շահերի միջազգային հարության վրա, որ արդարադատություն ստանանք այս ամեն ինչի արդյունքում։ Դուք հիմնվում եք։ Այսինքն, եթե միջազգային հարությունը այսպեսի երկերեսանի է, հիմնվում միջազգային մենք արդարության հասնելու միջազգային ինստիտուտների միջոցով դրանք հակասում են իրար։ Դուք եք հիմնվում միջազգային հարության վրա, երբ ասում եք, որ Ադրբեջանը չի կարող նրանց ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության Տիկին Սամսոնյան, սուվերեն տարածքը իր պատմական հայրենիքն է։ Կներեք, բայց դուք ասացիք, որ հայցերը գործիքներ են մեր ձեռքում։
այդ հայցերը միջազգային հայցեր են։ Հայցերը իրավական։ Դա ներ հայաստանյան հայցեր չեն։ Հայցերը իրավական փաստաթղթեր։ Ուրեմն եթե միջազգային հանրություն չկա եւ ինքը ֆիկտիվ մի բան է, դուք չեք կարող երբեք միջազգային դատարանների միջոցով արդարության հասնել եւ ինչ որ բան ուրեմն ճնշում գործադրել դրա միջոցով Ադրբեջանի։ Եթե կարող եք, ուրեմն պետք է համաձայնվեք իմ ասածով։ Մենք խոսում ենք մի դեպքում իրավական փաստաթղթերից, մյուս դեպքում խոսում ենք աշխարհաքաղաքական շահերից, որոնք երբեմն իրար չեն համընկնում եւ նույնիսկ հակասում են հիմա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք հիմա մեր իրավական փաստաթղթերից, տվյալ իրավիճակի աշխարհաքաղաքական վիճակի կարող է ցանկացած ժամանակ լինել աշխարհաքաղաքական իրավիճակ, որտեղ մենք կարող ենք օգտագործել այդ իրավական փաստաթղթերը, եւ ես խոսում եմ նրա մասին, որ մենք մեզ չպետք է զրկենք այդ հնարավորությունից, որ մենք հարմար պահին օգտագործենք այդ փաստաթղթերը։ Այսինքն այս պահին մենք գնանք կոնֆրոնտացիայի ճանապարհով։ Կոնֆրոնտացիա չէ։ Ուղղակի իմանալ ինչը զիջել, ինչը զիջել, ինչը ոչ։ Չէ, հիմա եթե սա, տեսեք, էլի սա տեքստի մաս է արդեն։ Տեքստի մասը հիմա թե տեքստի մաս չէ։ Ես չգիտեմ, դուք չեք տեսել այդ փաստաթուղթը, ոնց կարող եք պնդել, որ դա տեքստի մաս է։ Նույնիսկ եթե դա տեքստի մաս չէ, եթե դա հայտարարվել է, որ դա տեքստի մաս է եւ կողմերը չեն ժխտել դա, սա նշանակում է, որ դա բանակցային օրակարգում նշված բան է արդեն։ Եթե դու այսօր ասես, որ չգիտես ինչ, ես այս ամեն ինչից հրաժարվում եմ, նշանակում է դու ասում ես ես այսօր չեմ ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ դա նշանակում է գնալ կոնֆրոնտացիայի ճանապարհով։ Դա նշանակում է, որ տղաները էլի պետք է կանգնեն առաջի գծին, իրար դեմ դիմասնային, չլինի երբեք ոչ մի սահման միջպետական։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շարունակի այն բանը, որ ասել, դե հայերը կոնստրուկտիվ չեն, խաղաղության չեն ուզում, ես էլ իմ զորքերը պետք է այնտեղ կանգնեցնեմ եւ անընդհատ կոնֆլիկտներ լինեն։ Ցավում եմ ձեզ համար, ձեր իշխանությունը, ձեր բոլոր ասածները արդեն հայտարարել է, բայց փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի ստորագրվել։ Այսինքն չի ստորագրվի, չի ստորագրվի։ Հայցերից էլ չեն հրաժարվի, չեմ կարող հասկանալ։ Զիջեք, որ ստորագրենք, ասել են զիջում են, բայց չեն ստորագրում։ Ձեր ասած հասկանում եք ինչ եք բոլոր թեզերը մեկը մյուսին հակասում են։ Post factum դուք արդեն սխալ է, ձեր թեզը սխալ է, post factum։ Շնորհակալ եմ։ Եթե չի ստորագրվում, հայցերն էլ չեն ուրեմն հետքաշվում։ Արդեն հայտարարել են, բայց չի ստորագրվում։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, իրապես հետաքրքիր բանավեճ էր, ես չէի ուզում ուղղակի ավարտել, հարգելի հեռուստադիտողներ, ես վստահ եմ, որ հաճելի էր լսել փաստարկված բանավեճ եւ հուսանք սա լավ օրինակ կծառայի տարբեր քաղաքական ուժերի գործիչների քաղաքակիրթ եւ փաստերի շուրջ բանավեճի Factor TV-ն միշտ պատրաստ է տրամադրել հարթակ այսօրվա բանավեճին միջազգային հայցերի հետ քաշման թեմայով խաղաղության համաձայնագրի կնքման համատեքստում մասնակցում են Անի Սամսոնյանը, քաղաքական գործիչ եւ Էդգար Վարդանյանը, քաղաքագետ, անկախ հետազոտող։ Շնորհակալ եմ, որ եկաք Factor TV-ին։ Շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։